Պարոն Կարապետյան, ձեր մեր դրամի հետ կապված վարչապետի եղած էր, որ նման եւ մեր դրամ աշխատավարձ ընդհանուր իշխանությունների հնչեցին բազմաթիվ քննադատություններ, պոպուլիստական համարեցին դա, համարեցին, որ էլի խախտում, ինչպես է ապրելու հետո էկոնոմիկայի նախարարը անդրադարձավ եւ ֆինանսների մոտ ձեր բիզնեսների համար արտադրություններ կոնկրետ ուզեի անդրադառնալ այս մեր աշխատանքներում եւ դուք խոսեցիք ձեր խոսքերում քայլեր ներկայացին փոքր բիզնեսից խոսեցիք միջին բիզնեսի մասին ոչինչ կանցնեցացություն ես ուզեի անդրադառնալ միջին բիզնեսի համար ինչ ունեք շնորհակալ եմ շատ մեկ դրամի հետ կապված դուք վստահ եք չէ որ Սամվել Կարապետյանը մեր ուժը հաստատ պարքեավճարների կարիք չունի։ Մարդը պետք է սահման ունենա իր ցանկությունների։ Մենք Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով ոչ թե ստանալ ինչ-որ բան ստանալու է, այլ իր կողմից մեծ ներդրում է անելու պետական համակարգի կայացման մեջ։ Այն ներդրումը, որը մինչև հիմա չի արվել։ Սպառող չենք մենք, այս ճանապարհը մենք ընտրել ենք սպառող չլինելու համար, որովհետև այն հնարավորությունները, ինչ գործարարը հայկական ամենամեծ կորպորացիան ունի, իսկ Տաշիր ընկերությունների խումբը այսօր հայկական պատմական ամենամեծ կորպորացիան է, հաստատ շահույթի առումով աննախադեպ է եւ անհամեմատելի է, ես կասեի հնարավորությունների առումով նաև համեմատելի է շատ առումով երկրների բյուջեներին։ Այդ իսկ պատճառով, որպես հայ մարդ, այս process-ի մեջ մտնելով Սամվել Կարապետյանը, ոչ այդպիսի մեր ուժը, որևէ այդպիսի նկրտում չի կարող ունենալ։ Մեր երկիրը պատմական ջրբաժանի առաջ է, ինչ պարգևավճար էլի, կամ ինչն է իրենց պատկերացնում եք մարդկանց թոշակներից այդքան չեն խոսացել իրենց հայտնի կամ մարդկանց ամբողջ շրջաններ կամ գործ չունեն, ոչ մի բան չեն խոսացել այդ մարդկանցից, բայց պարգևավճարներից այդ մի դրամից երևի մի 4-5 օր ամբողջ օրը խոսում են, ցավացրել լավ, բայց դա չի առաջնահերթությունը մեր համար, մեր երկրի համար այս պահին մենք լուրջ ջրբաժանի առաջ ենք, պետք է անցնենք այդ ջրբաժանը, մարդ պետք է լինի, ով կարիք չունենա, ինչ վերաբերվում է նախարարի հայտարարությունների, կարծեմ մեր ուժից պարոն Ալեք Ալեքսանյանը հանդես է եկել այդ պատմության մասին տվյալներով, բայց եթե պետք է ես էլ կարող եմ ասել, բանը 70 միլիոն դոլար ներդրում էին կարել, օրենքը 3 օրում օրենք փոխեցին եւ արգելեցին այդ արտադրանքի արտահանումը մեր եւ 3-4 ուրիշ գործարանների։ Եվ որ Պապյանը որպես տնտեսական հզոր գործիչ որոշեց, որ 3 օրում նոր եկած դեռ նախարար էր։ 3 օրում պետք է ընդհանուր Հայաստանի մետալուրգիայի ապագայի համար շրջադարձային փոփոխություն անի։ Եվ գնացել էի հանդիպման, մեր ճիշտ որ ասեմ մի տարի չէի հանդիպել իր հետ, բայց բոլոր նախարարների հետ, ես բոլոր Հայաստանի էկոնոմիկայի նախարարների հետ վերջի 10 տարին երևի ամեն ամիս հանդիպել ենք, քանի որ հիմնական ներդրողն ենք երկրի։ Ի պաշտոն է այսպես ասած։ Իր հետ մի տարի չէի հանդիպել, ճիշտ որ ասեմ, քանի որ տպավորությունը պրոֆեսիոնալիզմի առումով, չգիտեմ, մի քիչ հարցեր կային։ Հանդիպման արդյունքում տպավորությունները հիմնավորվեցին, ես ներկայացրեցի, որ ոլորտին, մետալուրգիայի ոլորտին հարված է հասցնելու պետք է ժամանակ։ Իրենք առաջարկեցին սուբսիդիա տրամադրել, որը բառացին կողմից ասվել է, որ այս ոլորտի համար սուբսիդիան նպատակահարմար չէ։ Լավ է, որ իր փոխնախարարն է այնտեղ եղել, Էդգար, չեմ հիշում ազգան, ինքն էլ է եղել, երևի ինքն էլ հիմա կամ աշխատանքից ելնելուց հետո կհաստատի այս խոսքը։ Ու մի բան էլ ավելացնեմ, երկրի էկոնոմիկայի նախարարը դա պաշտոն է։ Նրանք պետք է զբաղվեն աշխատել գործարարների հետ։ Ինքը, որ ուրախանում է, որ իր հետ մարդը հանդիպել, պետք է հաշվի առնի, որ ինքը կառույցի, ինստիտուտի հետ են հանդիպում։ Ես իրեն ոչ ճանաչել եմ, ոչ էլ ամենահավանական իրար չենք ճանաչել մենք, կամ ես իրեն չեմ ճանաչել, ինչև այլ, եւ հնարավոր է այդ աշխատանքի բերումով, որպես երկրի ներկայացուցիչ, պետք է հանդիպեինք աշխատեինք։
Պարոն վարչապետի մոտ էլ է հաճախ այդպիսի բաներ հայտարարություններ լինում եւ ասում է գալիս են ինձ դիմում են պարոն վարչապետ ձեզ դիմում են որպես երկրի վարչապետ որպես հայերի բոլոր հայերի հայրենիքի մարդ ով տնօրինում է մեր երկրի պետական ապարատը ձեզ չեն դիմում որպես անձ պետք է հաշվի առնենք սա չանձնավորեցնենք չհակնենք այդ կոստյումը որը մերը չի Միջին բիզնեսի հետ կապված ծրագրային փոփոխությունները մեր երկրում հիմնականում դա արդյունաբերականացման առումով հնարավորություն տրվի, որ գործարարներով ցանկություն ունենա փոքր արտադրությունների, փոքր պրոցեսների մեջ մասնակցի եւ նաեւ վարչարարության թույլատում։ Դա շատ կարեւոր է ոչ թե հարկային վարչարարության, միջին բիզնեսը։ Օրինակ մի օրինակ բերեմ, եթե ժամանակ ունենաք։ Մի գործարան բացելու համար քեզ պետք է 30 թույլտվություն։ Համարյա Հայաստանի բոլոր կառույցները պետք է թույլ տան քեզ, մշակույթի նախարարություն, բան, բոլորը, որ դու գործարան բացես։ Դա աննպատակ թույլտվությունների համակարգ է։ Պետք է թույլատնենք այդ համակարգը, որպեսզի այդքան վարչարարության բեռ մեր գործարարների վրա չլինի։ Մի օր կներկայացնենք, թե քանի մարմին պետք է քեզ թույլ տա, հետո ասում են ինչու գործարան չի կառուցվում։ Մի 30 մարմին պետք է քեզ թույլ տա, որ մի հատ գործարան կառուցես երկրում։ Մեկը տեսնում ես գնում է արձակուրդ։ Չի աշխատում մեխանիզմը, թույլանել է պետք։ Այդ վարչարական իզուր թղթաբանությունը թույլանել է պետք։ Թուղթը չի կարևոր։ Կարևորը արդյունքն է, հողի վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունները մենք տեսնում ենք վարչարական ինչ թեթև համակարգ է գործում։ Թեթև։ Ու այդ պատճառով երկիր տարածաշրջանի ամենաուժեղ զարգացող երկիրն է։ Շնորհակալություն։